Հետի Տաշիր կապիտալ ընկերությանը տրված լիցենզիան դադարեցվեց, որոշումն ընդունվել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 3 օր տևած արտահերթ նիստի արդյունքում, որում բերված են խախտումներ, որոնք հանձնաժողովը նկատել է հետի գործունեության մեջ, մինչև այնտեղ ժամանակավոր պետական կառավարչի նշանակումը։ Հետի սեփականատիրոջ ներկայացուցիչները, մասնավորապես նախկին պաշտոնակատարը տնօրեն Դավիթ Խազինյանը հայտարարեց, որ վարույթը բացառապես քաղաքական է եւ նախաձեռնվել է Նիկոլ Փաշինյանի ընկերության սեփականատեր կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին ուղղված հայտարարություններից անմիջապես հետո։ 23-ամյա Չեչեն Այաշատ Բայմուրադովայի սպանությունը կատարելու մեղադրանքով հետախուզում է հայտարարվել 2 անձի նկատմամբ։ Տեղեկություն հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Հոկտեմբերի 20-ին հայտնել էինք, որ անհետ կորած համարվող 23-ամյա Այաշատ Բայմուրադովայի դիակը հայտնաբերվել է Երևանում։ Ավելի վաղ հոկտեմբերի 17-ին ոստիկանությունից հայտնել էին, որ Այաշատը որոնվում է որպես անհետ կորած։ ԿԿ խոսնակը հայտնում է, որ սպանությունը կատարած 2 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Քրեականոնից գրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն։ Երևանն աշխարհի լավագույն գիշերային կյանք ունեցող քաղաքների տասնյակում է հայտնվել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն։ Լուսավորված փողոցներ, գինու ու ջազի մեղմությամբ պատված երեկոներ, այն տրամադրությունը, որի շնորհիվ մեր քաղաքը ճանաչվում է որպես անփոխարինելի գիշերային ուղղություն, ասված է այս մասին հաղորդագրությունում։ Condé Nast Travel պարբերականը ներկայացրել է այն քաղաքների ցանկը, որոնք զբոսաշրջիկներին առաջարկում են աշխատանքային ժամերից հետո, ինչպես նաև գիշերային բազմաթիվ հետաքրքրություններ, տանիքների վրա գտնվող բարեր, ակումբներ, որտեղ աշխատում են հայտնի դիջեյներ, ստորգետնյա ռեստորաններ, փաբեր եւ այլն։